հյուրախաղերը ուրեմն անցան հրաշալի, կարող եմ այսպիսի գնահատական տալ, որովհետև նախ եւ առաջ շատ մեծ պատիվ էր մեզ համար, որ մեր համերգի բեմահարթակը տեղադրված էր հենց նախագահի նստավայրի դիմաց հրապարակում, քաղաքապետարանի շենքի առջև, Բուենոս Այրեսի, եւ մենք այնտեղ նշում էինք մի քանի տոն միանգամից, հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակը, Հայաստանի անկախության եւ Արցախի անկախության 20-ամյակը եւ իհարկե իմ համերգային շրջագայությունների ամբողջ այդ վերնագիրն է համերգ խաղաղության համար։ Անգլերեն Արագեորքյան World Peace Tour, հենց այս նկարի վրա հենց այդպես էլ գրվում է։ Եվ մեր համերգները, ինչպես գիտեք, կայանում են տեղի սիմֆոնիկ նվագախմբերի հետ Եվ այս անգամ շատ ուրախ եմ, որ մենք ելույթ ունեցանք Բուենոս Այրեսի սիմֆոնիկի, Ուրուգվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ճապոնացի իր դիրիժորով եւ նաեւ մեզ էր միացել Կանադայից հրավիրված Լորի Անտունյան, հրաշալի դիրիժոր հայ։ Համերգները անցան նաեւ տեղի պարի խմբերի մասնակցությամբ։ Ինչ ասեմ, իմ համերգները անցան այնպես, ոնց որ միշտ անցնում են։ Շատ լավ էր, լեփ լեցուն ասեմ դահլիճները Եվ մանավանդ առաջի համերգը, որ տեղի ունեցավ Բուենոս Այրեսի այդ հրապարակում, կարող եմ ասել լեփլեցում մեծ մի փողոց։ Արվեստի ծառաները, որոնք կգնան այդ երկրներ, պետք է անպայման խոսեն նաև հայրենասիրության մասին, մեր հայրենիքի լավը լինելու մասին, որովհետև իսկապես դա շատ կարևոր է, որովհետև թերհավատությունը նաև վտանգավոր է մեզ համար։ Եվ Իմ համերգը կոնկրետ, ուզում եմ իմ համերգից երկու բառ ասել, որ պաստառի վրա ես ցուցադրում էի Հայաստանը, հայոց այբուբենը, մեր քաղաքները եւ անպայման նշում էի, որ մեր այբուբենը 1600 տարեկանից արդեն ավելի մեծ է եւ մեր մայրաքաղաք ճիշտ է, մենք նշում ենք անկախության 20-ամյակը, բայց ուզում եմ ասել, որ մեր մայրաքաղաքը 2793 տարեկան է։ Այսինքն սա ինֆորմացիաներ են Իմ ամերգի ժամանակ ցուցադրվում են հայկական խաղիներ, մանրանկարչություն, այբուբեն, քաղաքներ, խաչքարեր, վանքեր, եւ սա առաջացնում էր հպարտություն։ Եվ այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն եղել, Հարավային Ամերիկայի երիտասարդների մասին էր, նրանք ապշած էին, որ ունեն հրաշալի երկիր։ Ես կարծում եմ սա շատ կարեւոր է այս տեսակ ինֆորմացիաները տարածելը, որպեսզի նրանց մեջ առաջանա հպարտություն, նրանք կուզենան բարձր գոչեն, որ իրենք հայ են։ Իհարկե շատ կուզեմ, որ մենք աշխարհով մեկ գնանք հանդիպենք մեր հայերին, տեսնենք այդ երկրները եւ շատ կուզեմ նաեւ, որպեսզի մեր թե դեսպանատները, թե նախարարությունները աշխատեն նաեւ այն ուղղությամբ, որ մենք կարողանանք մեր մշակույթը ել ավելի լայն մասաներին այնտեղ ներկայացնենք, որովհետև երբ ես մեկնում էի, իմ սկեսուրը պատմում էր, երբ Պարի պետականը շրջագայում էր ամբողջ աշխարհով մեկ, եւ դահլիճում կարծես թե հայությունը կազմում էր, չասեմ, չգիտեմ, 20%, բայց 50%, մնացած 50%-ը դահլիճում տեղացի ժողովուրդներ, ես շատ եմ ուզում եմ, որ այս ջանքերը, որոնք որ դրվում են եւ մեկնում են այստեղից Հայաստանից, ներկայացնում են մշակույթ, շատ կուզեմ, որ մեր մշակույթը նաեւ ներկայանալի լինի այլ ազգի ներկայացուցիչների համար։ Ինչևէ, շատ շնորհակալ եմ, որ մենք եղանք այնտեղ, իսկապես շատ ուրախ եմ, որտեղ ողջավորությունը շատ մեծ էր եւ այդ տպավորությունները կարծում եմ, որ երկար ժամանակ մեզ բոլորիս կպահեն եւ միայն լավ տրամադրություն մեզ կհաղորդեն։ Ինչևէ, ուզում եմ նաեւ ասել, որ այսօր արվեստագետներից կարծում եմ, որ չի գտնվի որևիցե մեկը, որը որ Սփյուռքի նախարարությանը մերժի այս նախաձեռնության մեջ, որովհետեւ սա շատ կարեւոր է եւ յուրաքանչյուրս այս դեպքում չենք մոտենում որպես առանձին արտիստ, կարծում եմ մենք յուրաքանչյուրս մոտենում ենք պարզապես որպես հայ, դա շատ կարեւոր է։ Ինձ համար ամենազարմանալին այն է, որ Բուենոս Այրեսում կան բավականին շատ հայաստանցիներ, ովքեր ներգաղթել են բոլորովին վերջերս երևի վերջին 10-15 տարիների ընթացքում եւ համերգի ընթացքում համերգի ներկայ են շատ հայաստանցիներ
Համերգները չեմ կարող իսկապես նկարագրել, թե ինչքան ջերմերս հիմա կփաստեն, շատ ջերմ էին անցնում եւ դահլիճում կային անգամ 2-3 տարեկան փոքրիկ բանիկներ, ովքեր մինչև ուշ երեկո համերգի ընթացքում ակտիվորեն այսպես իրենց մասնակցությունն էին ցուցաբերում։ Հրաշալի 3 համերգներ, անմոռանալի համերգ ունեցանք Ուրուգվայում, որտեղ դահլիճի գերիշխող մասը, 90%-ը 70-անց մարդիկ էին, ովքեր մեծ ոգևորությամբ ամբողջ երեկոն անցկացրեցին մեզ հետ եւ բիսերով չէին թողնում, որպեսզի հեռանանք բեմից եւ մոտարապես 40-50 րոպե համերգից հետո մեզ հետ շփվում էին, խոսում էին իրենց շնորհակալությունը հիասմունքն էին արտահայտում, բայց ինչ խոսք առաջին հերթին պիտի շնորհակալություն հայտնենք այս առիթի համար, որ ընձեռնվեց մեզ Սփյուռքի նախարարությանը, իդեմս մեր նախարարի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չխնայեցին թե Հայաստանում եւ թե արդեն այնտեղ մեր դեսպանությունները ջանք չխնայեցին, որպեսզի ամեն բան անցնի բարձր մակարդակով, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այդ համերգներին մասնակցել։ Մենք շատ շնորհակալ ենք այս առիթի համար եւ կուզենանք, որպեսզի այսպիսի առիթները շատ լինեն, որովհետեւ իսկապես երևի թե ծրագիրների մեր շատ տեղին էր ու շատ ժամանակին, որովհետեւ այն հագեցած էր հիմնականում ժողովրդական ուսանական երգերից, որովհետեւ ես իմ նոր ձայնասկավառակի երգերն էի ներկայացնում, Զարուհին Սևակը գրեթե, այսինքն բոլորս ուսանական ու ժողովրդական երգեր ենք ներկայացնում։